կիսվել ձեզ այն խոսքով, որ Տերը խոսացել է, Տերը տրել իմ սրտից, որ կիսվեմ, ամեն։ Եվ վերնագրել եմ այսպես. ինչպես եմ տեսնում ես, ու ինչպես է տեսնում Աստված։ Ամեն։ Հիմա կասես երևի մենք այս վերնագրով քարոզ լսել ենք։ Նմանատիպ վերնագրով քարոզ մենք այս վերջի ամիսների ընթացքում Աստված ուղղորդում է, ուղղություն է տալիս, քարոզվում է մեր եկեղեցում, ու մենք պետք է իմաստություն վերցնենք, որ այո, պետք է մեզ տեսողության վրա լուրջ շեշտ տնենք մեր ամեն, ու բայց նմանատիպ այո վերնագիր լսել ես, բայց ոչ այսպիսին, ու ոչ այս ուղղությամբ, որովհետև Տեր ամեն անգամ գործում է յուրովի, փառք Տիրոջը։ Ամեն։ Գիտեք, միշտ կխոսամ, կքարոզեմ այն թեմայից, որն ուզում եմ այսօր կիսվել ձեզ հետ, մի առակով կսկսեմ, մի այսպիսի առակ կա, որ մի պատանի գնում է իմաստունի մոտ ու ասում է, ինչպես է լինում, որ մենք ուրիշ ձև ենք մի բանին տեսնում, Աստված ուրիշ ձև է նայում այդ ամենին։ Ու այս իմաստունը այդ պատանուն տանում է մի մութ սենյակ, մի մոմ է վառում ու ասում է, ինչ ես տեսնում։ Ու այս պատանին նայում ասում է, մոմն եմ տեսնում, ու մոմի շուրջը ինչ-որ լուսավորված է։ Ու իմաստունը բացում է պատուհանը, արևը ներս ընկնում ու ամբողջը լուսավորվում է, ասում է հիմա ինչ ես տեսնում։ Ասում է ամեն ինչ տեսնում եմ, նույնիսկ այն որ չէր երևում կարող եմ հիմա ամեն ինչ բան տեսնել, պարզ։ Ասում է այ այսպես է մեր մարդկության ու Աստծո տեսողությունը։ Մեր տեսողությունը մի մոմի նման է, որ տեսնում ենք մեր աչքերի առաջ, մեր մտքի չափով, ինչպես ենք մենք պատկերացնում, ինչպես ենք մենք մտածում, այդքանից ավել չենք կարող տեսնել։ Իսկ Աստծո տեսողությունը նման է արևի լույսի տեսողության, որ ամեն բան տեսնում է մեր կյանքերի մեջ, ամեն իրավիճակ տեսնում է եւ ամեն բան ապագան անգամ տեսնում է Աստված։ Ամեն։ Սա է տարբերությունը, սիրելիներս, որ Աստված ամեն բան գիտե, բայց մենք տեսնում ենք մեր մտքի սահմանափակ մտածելակերպի չափով։ Ուզում ենք ավելի լայն տեսնենք։ Եթե ուզում ենք ավելի լայն տեսնենք, սիրելիներս, մենք պետք է ուզենանք Աստծո տեսողություն ունենանք։ Աստծո նման տեսնենք։ Ամեն։ Եվ վերնագիրս հենց այդպես էլ տրել եմ։ Ինչպես եմ տեսնում ես ու ինչպես է տեսնում Աստված։ Այսօր մենք կնայենք մի քանի օրինակներ աստվածաշնչյան, շատ ծանոթ մեզ, թե ինչպես են մարդիկ տեսնում իրավիճակները ու ինչպես էր Աստված ցույց տալիս իրավիճակը։ Բայց առաջի տեղ արեք բացենք եւ նայենք Առագած 3-րդ գլուխ եւ 5-րդ համարը։ Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը եւ քո հասկացողությանը մի վստահիր։ Սիրելիս, սա ուղենիշ է Աստծուց մարդու տեսողության համար։ Թե մենք ինչպես պետք է տեսնենք, ոչ թե վստահենք մեր հասկացողությանը ու այդպես է դադենք ու այդպես է մտածենք ու այդպես է շարժվենք, մենք քրիստոնյաներս ունենք արդեն նորոգված տեսողություն։ Մենք քրիստոնյաներս պետք է ուրիշ կողմից նայենք, մենք պետք է նայենք Աստծո տեսանկյունից։ Ու ասում է, քո հասկացողությանը մի վստահիր, այլ ապավինիր Տիրոջը։ Ապավինիր Տիրոջը, հենվիր Տիրոջ վրա։ Ասա ես հիմա թեկուզ ինչպես որ տեսնում եմ իմ աչքերը, ինչ որ ցույց են տալիս, ես չեմ ուզում ապավինել իմ տեսածին։ Ես չեմ ուզում ապավինել իմ մտքերին, որ այդպես հնարավոր չէ։ Ես պետք է ապավինեմ Աստծուն։ Ես պետք է ապավինեմ Աստծո տեսանկյունին, Աստծո կամքին, Աստծո տեսակետին։ Սա է քրիստոնյայի առավելությունը, ասեմ, սա է քրիստոնյայի հաջողությունը, ամեն, որ մեզ համար Աստված նոր տեսողություն է տվել։ Բայց գիտեք, մինչ հասնել այդ տեղերը, մի բան կկարդանք Հովհաննես 11-րդ գլուխ, Հովհաննես ավետարան 11-րդ գլուխ եւ 7-րդ համարից կկարդանք։ Սա այնտեղն է, երբ Հովհաննես Մկրտչի աշակերտները գալիս են Հիսուսի մոտ, երբ որ Հովհաննես Մկրտիչը արդեն բանդում է, նեղությունների մեջ է, ու նրա մոտ կասկածանքներ առաջացե Հիսուսի հետ կապված, իր աշակերտներին ուղարկում, ասում է գնացեք նայեք ինքներ, հարցրեք, թե ուրիշի պետք է սպասենք,
Ու Հիսուսը պատասխան տալով ուղարկում է աշակերտներին Հովանես Մկրտչի ու դառնում այն ամբողջին, որ նստած էին, որ լսում էին այդ խոսքերը, որ Հովանես ինչեր է հարցրել, ու տեսավ մարդկանց մտքերը, տեսավ մարդկանց կարծիքները ինչպես փոխվեցին մի ակնթարթում Հովանես Մկրտչի մասին, ու Հիսուսը շատ լավ բնավորություն ունի ու գերազանց կարողացավ Հովանես Մկրտչի հեղինակությունը նորից բարձրացնել մարդկանց առաջ։ Ու այսպիսի խոսքեր ասեց 11:7-ից կկարտանք։ Ապա նրանից հետո ասեց աշակերտներին. եկեք դարձյալ գնանք Հրեաստան։ Կներեք 11 Չէ, սխալ տեղ եմ բացը երևի։ Ահա 11-ի 8-ից Մատթեոս, կներեք, Մատթեոս Ավետարան, ես Հովանեսն եմ ասել։ Մատթեոս 11:7 Բայց երբ որ նրանք գնացին, Հիսուսը սկսեց ժողովուրդներին ասել Հովանեսի համար։ Մատթեոս 11:7 Ինչ տեսնելու դուրս գնացիք անապատը, մի եղեք քամուց շարժված, ապա ինչ տեսնելու դուրս գնացիք, մի մարդ փափուկ շորով հակած, ահա փափուկ հագնողները թագավորների տներումն են, բայց ինչ տեսնելու դուրս գնացիք, մի մարգարե, այո ասում եմ ձեզ, մարգարեիցն էլ ավելին։ Տեսեք Հիսուսը այստեղ մարդկանց մտքերը տեսնելով, որ փոխվավ այդ կարծիքները, որ այո երևի թե Հովանեսը եղեգի նման էր, տադանվավ են փորձությունների մեջ, տադանվավ են խնդիրների մեջ ու սկսեց կասկածել Քրիստոսի վրա, կասկածել ճշմարտության վրա, ու Հիսուսը փորձեց ցույց տալ իր տեսակետը ու ցույց տալ մարդկանց մեջ պետք է ինչպես մտածեն, ասես դուք ինչ տեսնելու եք գնացել, եղեգի, որ տադանվում է։ Եթե այդպես եք մտածում, դուք օգուտ չեք ունենա։ Եթե այդպես եք ուզում տեսնել, դուք վնաս կքաշեք։ Կգայթակղվեք, կհեռանաք, կթուլանաք հավատքի մեջ։ Մյուս տեսակետ ասում է, եթե ուզում ես մտածես, որ մի փափուկ շորերով մարդ էր հակած, որ անապատում էր, ասում է քեզ ինչ օգուտ դրանից։ Ինչ օգուտ, որ այդպես մտածես։ Եթե ուզում ես այն ինչ որ տեսնում ես, լսում ես, օգուտ տա քեզ, պետք է ճիշտ կողմից մտածես։ Ու ասում է երրորդ տարբերակ Հիսուսն ասում է մարգարե է գնաց է տեսնելու։ Այո, հենց ինքը մարգարե է։ Ընտունի որպես մարգարե, որ մարգարեի վարձք առնես, որ մարգարեից է խոսք առնես ու քեզ զորություն բերի։ Սիրելիս, այսօր ամենքս եկել ենք եկեղեցի։ Ինչ տեսնելու համար ենք եկել։ Ամեն։ Եկել ենք տեսնելու, թե ով է քարոզում, ով է նստած կամ ինչ է անում, թե եկել ենք տեսնելու Քրիստոսին ու իր սերը մեր կյանքերի մեջ։ Որն է մեզ օգուտ տալիս, մենք պետք է տեսանկյունից նայենք։ Եվ մենք չենք գայթակղվի։ Գիտեք, մի մարդու ասեցին, ինչ է խնդրեմը, նա ասեց, երբ աչքերը թեքում ես նպատակից, դա է խնդրեմը։ Այո, դու չես տեսնում խնդրեմը շատ անգամ, երբ որ ուղղությունդ վերցրել ես դեպի քո նպատակը։ Խնդիրներ կան, բայց դու գնում ես քո նպատակ ու չես նկատում, թե ինչպես են լուծվում։ Բայց երբ որ թեքում ես քո հայացքը, ինչպես Պետրոսը թեքեց Հիսուսից իր հայացքը նայեց ծովերին, նայեց այդ ջրերին, քամիներին, խնդրեմը տեսավ ու խնդրեմը քաշեց իրան։ Այո, սիրելիս, մեզ պետք չէ նայել կողքերը, մեզ պետք չէ նայել գայթակղվել խնդիրների վրա կենտրոնանալ, մեզ պետք է կենտրոնանալ Քրիստոսի վրա, նրա խոսքի վրա, ամեն, նրա խոստումների վրա մեր կյանքերի համար, ամեն։ Ու գիտեք, մի անգամ մի հատ այսպիսի բան լսեցի, որ մի մարդու մեջ տպավորվել էր, ու գիտեք ամեն անգամ մեր մեջ որ մի բան է տպավորվում, մենք դրա վրա մտածում ենք անգամ, եթե մի մարդու մասին մի բան են ասել, մենք նրան էլ չենք էլ ճանաչում, բայց հանկարծ որ ծանոթանում ենք կամ ճանաչում ենք, մենք միանգամից այդ մարդուն այդպես ենք նայում։ Անկախ այն բանից թե մենք ճանաչում ենք իրեն թե չէ, մենք միանգամից իրան այդպես ենք նայում ու այդպեսի արձագանք ենք տալիս։ Մի անգամ մի մարդ այսպեսի մի բան ասեց, իմացել է, որ ձեր եկեղեցում դուք տանում եք, հավաքագրում եք, որ դրսից գումարներ կան, բայց ինքը լեչեր եք, գիտեք մեր մոտ, որ հովանավորները իշքան շատ տեսնեն մարդ եք հավաքել, այդքան շատ գումար կփոխանցեն ձեզ, հետո ասում եմ մտածում է, որ երբ որ եկա եկեղեցի, կանչեցիք, հրավիրեցիք, ասում եմ մտածում է, որ խոսացել են իմ մոտ, որ ձեր գումարները կվերցնեն ձեզանից, ձեր տները կառնեն ձեր ձեռից,
ձեր մեքենաները կվերցնեն, ու ասում եմ ես եկել եմ եկեղեցու, սպասում եմ թե երբ է գալու այդ պահը, որ ինձ ասելու են տունս պիտի տամ, մեքենաս պիտի տամ, ու անցնում է ասում է ժամանակ, բայց չկա տենց բան նայում եմ, ու ով ինձ այդ մտերմություն է անում, մոդիկություն է անում, մտածում երևի այս մարդու միջոցով են ուզում ինձանից վերցնել, էլի, վստահություն հետո նոր վերցնեն, էլի, ասում եմ անցավ տարիներ, հետո տեսնում եմ որ փոխվավ իմ սիրտս, փոխվավ իմ օրհնությունս, ասում եմ մի տուն չէ, երկրորդ տունը ունեցա, մեքենաս փոխեցի, ասում եմ ավելի լավ ունեցա, հասկացա որ այո մենք մեր մտքի մեջ բերտեր ենք ժամանակին կառուցում ու դրանով է մենք շարժվում ենք մտածելով որ հերրու մնանք այս մարդուց երև ինքը լավը չէ, հերրու մնանք այս ինչից ու այսպես մենք եկեղեցու հետ ասում եմ մնացել է ես մեգուսացված մտածում եմ շուտ գնամ, ուշ գնամ եկեղեցի, ոչ մեկի չշփվեմ, շուտ հետ գնամ, որ հանգարց ինձ չհամոզեն, հանգարց ինձ էս չասեն։ Սիրելիս, այս ընտանիք է։ Ամեն։ Մենք մի մեծ ընտանիք ենք Քրիստոսի մարմնի մեջ, եւ մեկս մյուսից համար շինության համար ենք տրված։ Գնադի քո կողքինիդ։ Ամեն։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար, սիրելիս։ Հալելույա։ Գնանք Մատթեոս ավետարան 14-րդ գլուխ եւ 15-րդ համարից կկարտանք Մատթեոս 14 եւ 15 Եվ երբ որ իրիկուն եղավ աշակերտները նրա մոտ եկան եւ ասեցին Տեղս անապատ է եւ ժամանակ արդեն անցել է Ժողովուրդներին արձակիր, որ գնան գյուղեր իրանց համար կերակուր առնեն։ Հիսուսն էլ ասեց նրանց. պետք չէ որ գնան, դուք տվեք նրանց ուտելու։ Նրանք էլ ասեցին նրան. մենք այստեղ բան չունենք, բայց միայն 5 հաց եւ 2 ձուկ։ Նա էլ ասեց նրան այստեղ բերեք ինձ մոտ։ Եվ հրամայեց, որ ժողովուրդները խոդերի վրա նստեն 5 հաց եւ 2 ձուկն առավ, դիպավ երկինքը նայեց, օրհնեց, դեպի երկինքը նայեց, օրհնեց Եվ կդրեց հացերը, տվավ աշակերտներին եւ աշակերտները ժողովուրդներին եւ ամենքը կերան ու կշտացան եւ կդորները ավելացավ 12 քթոց լիքը վեր առան եւ ուդողները 5000-ի չափ մարդիկ են բացի կանանցից եւ երեխաներից Այո, գիտեք, այս հրաշքերը, որը տեղի ունեցավ, կերակրեց Հիսուսը 5000 տղամարդու եւ չհաշված որոշ հաշվարկներով մոտ 10-15000 մարդ տեղի այնտեղ, եթե երեխաներին ու կանանց էլ հաշվեին, բայց գիտեք, այս հրաշքը մի անգամ տեղի չի ունեցել, մի անգամ էլ է Հիսուսը կերակրել, էլի շատ մարդկանց, ամեն, ու ինչն է այստեղ հետաքրքիրը, որ Հիսուս ասեց, դուք մարդիկ մտածում են, թե Իրանք Հիսուսից ավելի սրդացավ են, էլի Հիսուսը չի մտածում նրանց համար, թողել է սոված անապատի մեջ, ոնց ուտեն, ինչպես մնան, հա? Ու գնում են աշակերտները Հիսուսին ասում են, թե սոված են, էլի ավելի լավ է ճամպես, էլի, մեկ քիչ մտածել էլի մարդկանց մասին։ Ինչպես միտեղ կա Աբրահամն է, չէ, Աստծո հետ խոսում ասում է, եթե 50 արտարեղնի մի կոդոր էլի, եթե 40 եղնի երևում է թե Աբրահամն ավելի սրդացավ է, քան Աստված, չէ, բայց գիտեք Աստված ամեն բան լավ գիտե։ Ու տեսնում ենք այստեղ, որ աշակերտները ուզում են Հիսուսին ասել ավելի լավ է թողած մարդկանց օգուտ տաս, թող գնան կերակրվեն, Հիսուսը ուրիշ ծրագիր ուներ սիրելիս։ Հիսուսը ուրիշ ձև էր նայում այս հարցին։ Հիսուս ասեց դուք կերակրեք, դուք տվեք նրանց։ Ու աշակերտները ասեցին մենք բան չունենք։ Գիտեք, այստեղ է շատ հետաքրքիր է, որ ասում են մենք բան չունենք, բացի 2 ծգից եւ 5 հացից։ Սա չի նշանակում, որ մենք տեսնում ենք, որ բան չունենք, Աստված այդ 2 ձուկն ու 5 հացը նույնպես ասում է բան չկա դեղ։ Գիտեք, Աստված այդ 2 ձուկ ու 5 հացը կերակրեց 2 ձգով ու 5 հացով 10000 մարդու, այսպես պայմանական թիվ է, 10000 մարդու։ Հնարավոր է 2 ձգով ու 5 հացով կերակրել գոնե 10 մարդու, հնարավոր չէ։ Իսկ 10000-ի ընդհանրապես հնարավոր չէ, բայց երբ որ մենք նայում ենք հրաշքի աչքերով, երբ որ մենք նայում ենք վստահության աչքերով, ամեն բան հնարավոր է հավատացողի համար։ Ու գիտեք հետաքրքիրը ո՞րն էր այս պատմության։ Շատ հետաքրքիր էր ինձ համար, որ ասում է 12 քթոց ավելացավ վերջում։ Քթոցը գիտեք չեն զամբյուղներն են մեծ, որ դրանով էլ բաժանել էին Քանի աշակերտ ուներ Հիսուսը։
12։ Քանի քթոց ավելացավ, 12։ Ու ասում է վերցրեցին իրանց հետ, այսինքն ամեն մի աշակերտ մի քթոց վերցրավ իր հետ։ Այդ ծանրությունը վերցրավ իր հետ ու ճանապարհին գնում էին ու ես եմ պատկերացնում այդպես, որ մեկը մյուսին էր նայում իր վրա այդ քթոցը համ ամաչում էր, որ կասկածել էր այդ 2-5 հացի վրա։ Համ այդ ծանրությունը վրան վերցավ ծիծաղում էին, որ լսե։ Հիմա այդ մենք ենք տալիս տանում, որի համար որ ասում ենք հնարավոր չէ։ Սիրելիս, հրաշքը քո հետ է, հրաշքը քո մեջ է։ Հիսուս ասեց դուք կերակրեք, այսինքն Աստված քո ու իմ միջոցով հրաշքներ է ուզում անել։ Ամեն։ Մենք պետք է ճիշտ տեսողություն ունենալ, ինչպես է տեսնում Հիսուսը, ամեն։ Հովհաննես 11-րդ գլուխ արեք բացենք։ Եվ 32-րդ համարը։ Բայց երբ որ Մարիամը այնտեղ եկավ, որ Հիսուսն էր եւ տեսավ նրան, նրա ոտների ընկավ եւ ասեց նրան. Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Հիսուսն էլ երբ որ նրան տեսավ, որ լաց էր լինում եւ նրա հետ եկած հրեաներն էլ որ լաց էին լինում, իր հոգովը խռովեց եւ հուզվեց։ Եվ ասեց. Ուր տրիք նրան։ Եվ ասեց. Տեր եկ եւ տես։ Հիսուսը արդասվեց, հրեաներն ասում էին, տես ինչպես էր սիրում նրան։ Նրանց էլ ոմանք ասում էին, մի տեսա, որ կույրի աչքերը բացավ չէր կարող անել, որ սա էլ չմեռներ։ Եվ Հիսուսը դարձյալ խռովեց, եկավ գերեզմանը եւ մի քարայր էր եւ մի քար նրա վրա դրված։ Հիսուս ասեց. այդ քարը վեր առեք։ Մեռելի քույրը Մարտան ասեց նրան. Տեր, արդեն հոտած է, որովհետև 4 օրվա է։ Հիսուսը նրան ասեց. չասեցի քեզ, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես։ Եվ քարը վեր առան, ուր որ մեռելը դրված էր, Հիսուսն էլ իր աչքերը դեպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր, եւ ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ, բայց այս շրջակա ժողովրդի համար ասեցի, որ հավատան թե դու ուղարկեցիր ինձ։ Եվ այս ասելով մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս դուրս եկ, եւ մեռելը դուրս եկավ ոտներն ու ձեռքերը պատանով կապված, եւ վերեսը վարշամագով պատած։ Հիսուսը նրանց ասեց. Արձակեցեք դրան, թող գնա։ Տեսեք մի պատմություն Մարիամի ու Մարտայի մասին, ով որ Հիսուսի հետ մտերիմ էին, ու գիտեք ինչ եղավ, նրանց եղբայր Ղազարոսը մահացել էր։ Ու Հիսուսը չգիտեմ ինչի ուշացել էր Հիսուսը։ Միդումնավոր թե պատահական Հիսուսը ուշացավ։ Հիսուս եկավ այն պահին, երբ որ արդեն սուկ էր, թաղել են 4 օր անցել էր արդեն։ Ամեն։ Ու գիտեք հետաքրքիրը որն է, Մարիամը գալիս է ասում է. Տեր, եթե այստեղ լինեիր, նա չէր մահանա։ Ու ասում է Հիսուսը խռովեց, լացեց։ Մենք կմտածենք, որ Հիսուսը երևի այն մարդկանց կարծիքի պես ենք մտածում, որ Հիսուսի համար շատ թանկ էր Ղազարոսը, նա դրա համար լացեց, բայց մենք այս տողերը, երբ որ կարդում ենք ամբողջական հատված հասկանում ենք, Հիսուսը խռովեց ու լացեց նրանց անհավատությունը տեսնելու համար։ Ու մեկը ասում է, բայց կույրի աչքերը էր բացել, չի կարող ցանել հարություն տալ, բժշկել։ Ու Հիսուսը նորից խռովեց ու լացեց նրանց անհավատությունը տեսնելու համար, նրանց հայացքները փոքր բանի վրա կենտրոնանալու համար։ Սիրելիս, Հիսուսը ուզում է, որ մենք տեսնենք իր աչքերով։ Ու մինչև Հիսուսը Մարիամի հետ խոսալը ասեց Մարտային, եթե հավատաս, ես եմ հարությունը եւ կյանքը, հարությունն է կտեսնես։ Գիտեք, մեր կյանքերի մեջ 4 օրվա չէ 40 տարվա մեռել է լինի, մեր իրավիճակների մեջ 40 օրվա մահացած բաներ է լինի, Աստված հարություն տալ գիտե։ Երբեք մի ասա մահացել արդեն։ Ամեն։ Փառտիրոջը, երբեք մի ասա արդեն հոդել է, երբեք մի ասա հնարավոր չէ։ Հիսուսն ասեց, եթե հավատաս 4 օր չէ 40 տարվան էլ հարություն կառնի։ Հրեաների համար 40 տարվա խոստացված երկիրը հարություն առավ մի օր։ Ում համար, ով որ հավատաց եւ հավատքով գնում էր։ Աբրահամ իր երեխուն երբ գրգեց։ Շատ տարիներ հետո, բայց ամեն օր արթնանում էր Դամասկացի Եղիազարին էր տեսնում։
Ու Աստված ասում էր՝ դուրս արի վրանիցդ, մինչև վրանիցդ դուրս չգաս, Դամասկացի Եղիազարի ցենի չկտրես քո ականջդ, հայացքդ, դու չես տեսնի ավազը, դու չես տեսնի աստղերը, վրանիցդ դուրս արի, այդ տեսողությունից դուրս արի։ Ամեն։ Սիրելի, սրա համար մեզ պետք է վստահություն Աստծո խոստմունքներին։ Եթե դուրս գան կտեսնենք, եթե տեսնենք հավատ կձևավորվի, եթե հավատ ձևավորվավ, ուրիշ իրականություն կտեսնենք ու կբռնենք ու կշոշափենք, ամեն։ Սա է որ Սատանեն այս աշխարհը ամեն անգամ մեզ ուզում է հիշացնել, մեր մտքի մեջ դնել, որ սա իրականությունը 4 օրվա մեռած է արդեն։ Սա իրականությունը, որ արդեն հոդ է կբել։ Սա իրականությունը, որ հնարավոր չէ մենակ այն ժամանակ, որ Հիսուսը քեզ հետ լիներ, այն ժամանակ Նեդվախնոր հնարավոր է մի բան փոխել։ Հիսուսը այսօր մեզ հետ է։ Սուրբ Հոգին մեր մեջ է, ամեն։ Սուրբ Հոգին մեր մեջ է, այն Հոգին, որը հարություն տվեց Ղազարոսին, որը հարություն տվեց Քրիստոսին, ամեն։ Այդ Հոգին մեր մեջ է ու այսօր է կարող է ամեն բան գործել։ Կարող է ամուլ արգանդներ բացել։ Կարող է անհնարինը հնարավոր դարձնել։ Այո, այդ Սուրբ Հոգին մեր մեջ է։ Ու երբ որ Սուրբ Հոգին տեսնում է, որ մենք ուրիշ ձև ենք նայում իրավիճակին, ոչ թե իր հայացքով, նորից Հիսուսին նման խռովում է, լացում է մեր մեջ ու ասում է՝ ինչի համար։ Եթե հնարավոր է վերցնես բարիք, եթե հնարավոր է ունենաս լավը, ինչի ես մտածել ու տրտմել, ինչի ես մնացել հին այն մտածելակերպիդ մեջ։ Մենք նոր մարդ ենք, սիրելիներս, նոր մտածելակերպով, նոր տեսողությունով։ Ամեն։ Երբեք մի ասա հնարավոր չէ, սիրելիս։ Եկեք բացենք Ծննդոց 12-րդ գլուխը Ծննդոց 2 եւ 16-րդ համարը։ Ծննդոց 2:16 Եվ Աստված պատվիրեց մարդին ասելով. «Պարդեզի ամեն ծառիցը համարձակ կեր, բայց բարու չարի գիտության ծառիցը մի ուդիր, որովհետև նրանից կերածդ օրը մահով պիտի մեռնես»։ Տեսնում ենք այստեղ Աստված ասում է, որ բոլոր ծառները լավ են, մի ծառ լավը չէ։ Բոլոր ծառի պտուղները լավն են, մի ծառի պտուղը լավը չէ։ Աստված հստակ տեսողություն է տալիս մարդուն, թե ինչպես մարդը պետք է նայի այն ծառին, որից չպետք է օգտվեր։ Այն պտուղին, որը դառն է, որը ունի վատ հետևանքներ, Աստված տալիս է մարդուն կողմնորոշում, որոշում, տեսողություն, թե որն է լավ, որը վատ։ Այսքանը որ նայում ենք, ասում ենք՝ Տեր, օքեյ, ամեն բան հասկացանք։ Էլով կանցնես քո խոսքիցդ։ Ամեն բան պարզ բացատրեցիր, պարզ հասկացրեցիր, պարզ ցույց տվիր։ Հասկանում ենք, որ այո, հենց այդպես է կա։ Բայց գիտեք, 3-րդ գլուխ 6-րդ համարը բացենք։ Ծննդոց 3:6-ը։ Գիտեք ինչ է գրած, ասում է. «Կինը տեսավ, որ ծառը լավ էր ուտելու համար, եւ թե հաճելի էր աչքերին, եւ փափագել էր ծառը նայելու համար։ Առավ նրա պլխիցը, կերավ եւ իր հետ մարդին էլ տվավ, եւ նա կերավ»։ Եվ փոխվեց իրավիճակը։ Այն ժամանակ տեսնում ենք, որ Աստված էր ասում որն է լավ, որը վատ, հա։ Տեսնում ենք, որ Եվան մարդը ինքնական որոշեց, թե որն է լավ։ Ասում է, տեսավ, որ ծառը լավ էր։ Երբ մարդը սկսում է ինքը որոշել, թե որն է լավ, նա մերժում է Աստծո որոշածը, որն է լավ։ Սիրելիս, երկինք երկիր արարող Աստվածը արդեն դրել է որն է լավ, որն է վատ։ Մեզ պետք չէ մենք որոշենք որն է լավ, որն է վատ։ Երբ որ մենք սկսեցինք որոշել որն է լավ, որը վատ, հա, մենք սկսենք քննադատական տալ, այդ ժամանակ մենք կսխալվենք։ Գալիս են մարդիկ ու ասում են, լսի, մի բան է եղել, սիրահարվել եմ այս մարդուն, ասում եմ, Աստծո խոսքը ասում է, ինչ գործ ունի լույսը խավարի հետ, ինչ գործ ունի հավատացյալն անհավատի հետ, այլախառն լծակից եւ այլն, Աստծո խոսքն ենք ասում, որ Աստված տեսել է որն է լավ, որը վատ։ Գնում անում են հագարակ ու ասում են, դե այդ կան էլ ոնց որ թե վատ չէր ձեր ասածի պես։ Դե այդ կան այնքան վնասակար չէր, բայց արդեն կերել էր պտուղը։ Գիտեք, Եվան, որ այնտեղ հենց կերավ պտուղը, միանգամից իր կյանքի մեջ բաներ չփոխվավ։ Բայց երբ սրբությունն եկավ, երբ սրբություն Աստծո ներկայությունն եկավ, հասկացան, որ այո, իրանք մերժել են ճշմարտությունը։ Սկսեցին վախենալ, սկսեցին թաքնվել, հասկացան, որ մերգ են, ամեն, եւ մեղքը մտավ մարդու բնության մեջ։ Երբ
երբ որ մարդը որոշեց որն է իր համար լավ։ Ոչ թե Աստծո որոշածն էր իր համար տեսողություն, այլ ինքը որոշեց ինչպես տեսին, լավն է թե վատն է։ Սիրելիս, մենք քրիստոնյաներս իրավունք չունենք Աստծո խոսքից կդրվենք եւ նայենք մեր տեսողությունով։ Որն է լավ, որը վատ։ Եթե մենք քրիստոնյա ենք, եթե մենք հավատում ենք Աստծուն, Աստծո խոսքը մեզ համար հեղինակություն ու ճշմարտություն է, Աստծո խոսքն է մեզ կպահի, երբ որ մենք կմնանք իր կամքի մեջ։ Ամեն։ Հովհաննես 8-րդ գլուխ եւ 3-րդ համարից կկարտանք։ Հովհաննես ավետարան 8-րդ գլուխ եւ 3-րդ համարը։ Դպիրներն ու փարիսեցիները մի կին բերին նրա մոտ, որ շնության մեջ բռնված էր, եւ նրանց մեջտեղը կանգնեցնելով նրան ասեցին. «Վարտապետ, այս կինը բռնվել է հայտնապես շնանալիս»։ Եվ օրենքումը Մովսեսի պատվիրեց, որ այդպիսիներին քարկոծվեն։ Հիմա դու ինչ ես ասում։ Բայց այս բանն ասում էին նրան փորձելով, որ չարախոսեն նրանից, Հիսուսն էլ դեպի ցածը ծռվելով մադովը գրում էր հողի վրա։ Բայց երբ որ ստիպում էին հարցնելով նրան, վեր նայեց եւ ասեց. «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քարը գցե դրա վրա»։ Եվ դարձյալ դեպի ցածը ծռվելով գրում էր հողի վրա։ Նրանք երբ որ այս լսեցին, իրանց խղճմտանգիցը հանդիմանվեցան, մեկը մեկի հետևից դուրս էին գնում։ Ծերերից նստած մինչև հետինները։ Եվ Հիսուսը միայն մնաց եւ կինը կանգնած մեջտեղ, Հիսուսն էլ վեր նայեց եւ ոչ ոքին չտեսավ այն կնգանից ջոկ եւ ասեց նրան. «Ով կին, ուր են քեզ ամբարտավանողները, ոչով քեզ չի դադապարտես»։ Նա էլ ասեց. «Ոչով Տեր»։ Հիսուսն էլ ասեց նրան. «Ես էլ չեմ քեզ դադապարտում, գնա եւ այսուհետ մեղք մի գործիր»։ Գիտեք, այս պատմության հետ կախված շատ այնօր ասում է տարբերակներ կա, թե ինչ է գրել Հիսուսը հողի վրա, շատ տարբեր կերպեր են մեկնաբանում ու ասում են, որ Հիսուսը այստեղ արտարացրեց այս կնոջը, բայց մենք տեսնում ենք Հիսուսը ի սկզբանե չի արտարացնում այս կնոջ արածը ու դրա համար նրան փարիսեցիները, վարտապետները հարցնում են, այսպիսի հարց են տալիս. Ինչ պետք է անենք։ Գիտեք, այս հարցը շատ հետաքրքիր հարց էր։ Եթե Հիսուսը ասեր, որ պետք է քարկոծվել, ժողովուրդը նրանից կհեռանար, որովհետև կասեն, թե դու նույն օրենքի մեջ ես գործում, ինչ որ Մովսեսն արել է դաժանություն, այսինքն Ադամի դեմ Ադամ, չէ, ու կարող է թողային Հիսուսին ու մտածեն, որ այո, նույն ձև ես մտածում, նույն ձև ես դատում, բայց նրանք գիտեն, որ Հիսուսը որպես բարի վարտապետ ուրիշ տեսանկյունից էր նայում։ Բայց եթե Հիսուսը ասեր բաց թողեք նրան, նրանք ասեն, որ այո, դու օրենքը չես կատարում, դու արտարացնում ես մեղքը, դու արտարացնում ես շնությունը ու ամեն անգամ, գիտեք, երբ որ մի երկրի մեջ այդ շնությունը արտարացվում է կամ ինչ որ բան աչք է փակվում, դրանից հետո գալիս է դաժանություն, բաժանություններ, մարտասպանություն եւ այլն, ու այդ երկրի մեջ տիրում է քաոս։ Դրա համար օրենքները դրա համար է տրված, որ քաոս չլինելու համար կարգավորվի ամեն բան օրենքներով։ Ու այստեղ Հիսուսը տեսնելով նրանց սրտերը, նրանց հայացքները, թե ինչ էին ուզում անեն, Հիսուսը իր տեսակետով տարբերվեց նրանցից։ Հիսուսի տեսակետն էր հնարավորություն տալը մեղավորին, իսկ նրանց տեսակետն էր դադելը։ Հիսուսի տեսակետն էր շանս տալը մեղավորին։ Մարդկային տեսակետը մեղքի դիմաց պատիժ։ Գիտեք, մենք քրիստոնյաներս այո, հնարավորություն ունենք այս երկու տեսակի մեջ էլ գործելու, կամ մեղքի դիմաց նրան, այդ սխալի դիմաց, կոպիտ են ինչ որ Աստծո խոսքն ասում են, որ ասում է ամեն օրենքի տառի համաձայն անել նրա համար, նրա դեմ, կամ ողորմած լինել, կամ հնարավորություն մանկալ, կամ շանս տալ, կամ փորձել վերականգնել մարդուն, փորձել նրա հետ խոսալ, փորձել էլի ու էլի տալ հնարավորություն, որ մարդը զղջա, ապաշխարի, փոխվի, ամեն։ Սա Հիսուսի տեսակետն էր։ Ու որոշ աստվածաբաններ ասում են, որ Հիսուսը հողի վրա
գրում էր մեղքերը այդ մարդկանց, ովքեր եկել են քարկոծելու, ասում են գրում էր Հիսուսը ավազի վրա այն նրանց սիրուհիների անունները եւ նրանք տեսնելով հանդիմանվեցին, չգիտեմ սա իշկանով է հիմնավորված կամ ոչ, բայց սա ենթադրությունը ավելի շատ, բայց նրանք ասում են թողեցին ու գնացին այն խոսքերից հետո, երբ որ Հիսուսը ասեց, եթե ձեր մեջ կա մեկը արտար, թող առաջինը քարը իրեն կգցե։ Գիտեք, Հիսուսը ամեն մեկիս կյանքը գիտե։ Մենք ինչպես ենք ուզում մեր նկատմամբ վարվեն, երբ որ մենք կսխալվենք։ Հենց այդպես պետք է մենք վարվենք այն մարդու նկատմամբ, ով որ մեր հանդեպ է սխալվել։ Ամեն։ Ներումը հնարավորություն տալը մեծահոգությունը դա թույլի բան չէ։ Սիրելիս, դա հասուն քրիստոնյայի բան է։ Ամեն։ Գիտեք, մի առակ կա այսպիսի, երբ որ մի տադավոր բերում են տադավորի առաջ տադի ժամանակ իրա որդուն ու տղեն իրա որդին հանցանք է կործած դինում ու տադավորը որպես արտար տադավոր ասում է դե ես հանցանքի համար ես արածիդ համար քեզ հասնում է այսքան տարի բանդարգություն կամ ըստ օրենքի այսքան գումար պետք է վճարես որ ազատ արձակվես ու հենց այդ պահին իր հայրը հանում է տադավորի հագուստը տնում է իջնում է ներքև վճարում է նրա որդու համար այդ վճարելի գումարը որ ազատ լինի գալիս է նստում է իր տեղը հագնում է հագուստը ու մուրջը խփում է ասում է ազատ ես սիրելիս հենց այսպես Հիսուսը արեց մեր կյանքերի մեջ երբ որ ինքը թողեց երկինքը թողեց եւ եկավ մեզ համար վճարեց հետո գնաց ու ասեց կատարվեցավ արդեն հետո գնաց ու ասաց այո ներված է քո մեղքերը մենք էլ չպետք է դադենք այո որովհետև միակ դադավոր Աստված է ամեն ու մենք գիտեք շատ անգամ նայում ես մարդիկ դադում են իրենց գնահատականն են տալիս որակավորումն են տալիս իրենց արժե համակարգի համեմատ գնահատում են հենց ինչպես որ իրանք գիտեն օրինակ հարուստը գնահատում է կամ արժևորում է կամ դադում է հագուստին նայելով մյուսի ինչ բրենդի հագուստ է հագած ինչպիսի մեքենա է քշում հա գիտնականը նայում է մեկին ու կրթությամբ իր գիտելիքներով է դադում դիմացինին մենք քրիստոնյաները շատ անգամ մարդկանց դադում ենք երբ եկեղեցի գալիս ես թե չէ գիտեք իրականում այս ամենի մեջ կա ճշմարտություն բայց բլոգերներն օրինակ ինչպես են դադում դիտումներ շատ ունես հա դիտումներով են դադում մեկ էլ բաներա չէ բաժանորդագրվածներով մի անգամ տեսնում եմ երկու բլոգեր իրար հետ վիդեո են ասում են դու ինչքան բաժանորդագրված ես ասում է 2000 ասում իմս 3000 է դու ինչքան դիտում ունես ասում է 2 միլիոն դե ասում է իմս 2 միլիոնից ավել է այսինքն օգուտը ո՞րն է սիրելիս մարդը նայում է երևույթին մարդը նայում է գործողություններին Աստված նայում է մարդու սրտին ինչքան է մեր սիրտը նմանվե Քրիստոսի սրտին Ինչքան է մեր հայացքը նմանվե Քրիստոսի հայացքին Ինչպես ենք մենք տեսնում ինչպես Աստված կնայեր այդ իրավիճակին Սրանից է Աստված նայում ու գնահատական տալիս մենք հասունացել ենք թե չէ Ամեն Հայտնություն 3-րդ գլուխ եւ 17-րդ համար արեք բացենք Որովհետև ասում ես, թե ես հարուստ եմ և մեծացա և ոչ մի կարոտ չեմ, բայց չգիտես, թե դու թշվառ և ողորմելի և աղքատ և կույր և մերկ ես։ Ես խրատ եմ տալիս քեզ ինձանից կրագուն փորձված ոսկի առ, որ հարստանաս։ Ես սպիտակ հանդերձներ, որ հագնիս, որ քո մերգության ամոթը չերևի, և տեղ դիր աչքերիդ, որ տեսնես։ Ես որոնց որ սիրում եմ հանդիմանում եմ եւ խրատում եմ, ուրեմն ջանք արա, որ ապաշխարես։ Սիրելիս, սա չի խոսում աշխարհի մասին, սա խոսում է եկեղեցու մասին։ Սա խոսում է հավատացյալների մասին։ Որ ասում է դու մտածում ես թե հարուստ ես, կայացած ես, արդեն վերջ, աճելու, փոխվելու տեղ չունես, պետք է քեզ նայեն ու նմանվեն, ոչ թե դու
փոխվես, նմանվես Քրիստոսին, ասում է դու մերկ ես, դու մեղք ես, դու կարիք ունես, դու շատ բաների դեռ կարիք ունես, որ այդպես ես մտածում։ Ու ասում է պետք է տեղ առնես, դնես աչքերիդ ինձանից, որ տեսնես։ Ինչը տեսնեմ ես, լավ, տեղ առա դրեցի, ինչ տեսնեմ։ Տեսնեմ, որ ես դեռ կարիքի մեջ եմ։ Տեսնեմ, որ ես ամեն ինչ չգիտեմ, տեսնեմ, որ ես դեռ Քրիստոսի փեշերից պետք է կբազ մնամ, տեսնեմ, որ ես իմ քրոջս ու աղբորս կարիքը ունեմ, տեսնեմ, որ եկեղեցու կարիքը ես ունեմ, տեսնեմ, որ Աստվածաշունչ կարդալու կարիք ունեմ ես։ Ամեն։ Տեսնեմ, որ աղոթքի գնալու կարիք ունեմ ես։ Չասեմ, թե իմ տեղը աղոթում են այնտեղ։ Չէ, ես կարիք ունեմ, ես անձամբ կանգնելու Աստծո առաջը։ Տեսնեմ, որ Աստծո հետ դեռ ժամանակ պետք է անցկացնեմ, ավելացնեմ, ամեն։ Այո, ես դեռ շատ կարիք ունեմ։ Չասես, թե ես արդեն, եթե ես ինչի հասել եմ, ուրեմն վերջ։ Սիրելիս, հենց ասեցիր վերջ, ուրեմն շոշափիր քեզ։ Հնարավոր արդեն հափշտակության ժամանակն եղի կամ կյանքիդ վերջն է եկե։ Մի ասա վերջ երբեք, որովհետև մենք ինչքան ապրում ենք, մենք ունենք փոխվելու, նմանվելու տեղ Քրիստոսին։ Ամեն։ Այո, Հիսուսը այստեղ ասում է, որ տեղ արդիր, իսկ տեղը որն է, Աստծո խոստումներն են տեղը։ Ամեն անգամ նայիր Աստծո խոստումներին, որ գրված է իմ եւ քո մասին, սա տեղ է, որ մենք տեսնենք, որ ինչ ենք տեսնում ինչևես։ Որտեղ է մեր աչքերը թեքվել, ինչին են կենտրոնացել։ Ամեն։ Եվ փոխենք մեր ուղղությունը, փոխենք մեր հայացքը եւ կտեսնենք, որ այո, բժշկություն կուկա։ Այո, մեր կյանքերի մեջ վերականգնում կուկա, նորոգություն կուկա, բարձրացնե Տերը, կզորացնե, կտեսնես, որ դու մի ամիս հետ կնայես, մի տարի հետ կնայես, կզարմանաս ու կծիծաղես, կասես, ես միտե այնտեղ եմ եղել։ Միտե ես չեմ տեսել, ինչ փոսի մեջ եմ եղել։ Միտե չեմ տեսել, թե ինչ դժվարությունները, ինչպես է ուզում ճեղքելով, չգիտեմ ինչ իմ մտքերով, զորություններով ես հաղթալ, որ հնարավոր չէր։ Այո, մենք Աստծով ենք զորանում, մենք Աստծով ենք հաղթում։ Սիրելիս, մեզ պետք է կենտրոնանալ Աստծո խոստումների վրա։ Ես գիտեմ, որ ով որ Աստծո հետ մտերիմ է, Աստծո հետ փոխհարաբերություն ունի, Աստծուց էլ խոսք ունի։ Աստծուց էլ մարգարեություն ունի իր կյանքի համար։ Ու հետ տարի, խնդրեմ գը, հետ տարի նայե ու հիշեք ու մարգարեությունները, որ Աստված խոսացել է։ Հետ տարի ու հիշեն խոստումները, որ Աստված խոսացել է։ Չասես 4 օրվա մահացած այդ խոստումը, չասես 10 տարվա մահացած է։ Աստված հարություն կտա, եթե հավատաս։ Աստված կվերականգնի, Աստվածաշունչը ասում է, Աստված անցկացվածը կվերականգնի ու հետ կբերե։ Ամեն։ Ամեն, փառք Տիրոջը։ Երևի մեր ժամանակը խնայելու համար երկու տեղ կասեմ, դուք ձեր մոտ կնշեք, բայց ես կասեմ այդ տեղերի հետ կախված։ Ելից 17:6 Երբ Մովսեսին Աստված ասեց գնա եւ ժայռին խփի եւ ջուր կդա։ Եվ թվոց 28-ը, երբ որ Աստված նույն Մովսեսին, նույն ժողովրդի համար, նույն ջուրը տալու համար ասեց գնա եւ խոսա, որ ժայռը ջուր տա։ Գիտեք, Մովսեսը երբ գնաց խփեց ժայռին ու ժայռը ջուր տվեց, դա Աստծո կամքն էր։ Մովսեսը երբ գնաց խփեց ժայռին երկրորդ անգամ եւ ժայռը ջուր տվեց, բայց Աստծո կամքը չէր։ Բայց կասես Աստված նույնն է, երեք այսօր եւ հավիդյան, գիտեք, երբ որ մեզ պետք է, այդպես ենք ասում։ Աստված նույնն է երեք այսօր ու հավիդյան։ Բայց երբ որ մենք ուզում ենք մեր ճանապարհները փոխենք, ասում ենք, Աստված ինձ հայտնություն տվեց։ Ինչի՞ էստեղ Աստված չէր կարող Մովսեսին հայտնություն տար, առանձին խոսար, Աստված մարգարեների հետ առանձին բաներ է ասում։ Ու Աստված Մովսեսին ասեց՝ կգնաս եւ կասես ժայռին, որ ջուր տա, ոչ թե խփես։ Գիտեք, իսկ Մովսեսի տեսողությունը, իր փորձառությունը վնասել էր։ Այն փորձառությունը, որ խփելով պետք է ջուր տար, այդ փորձառությունը իր տեսողությանը վնասել էր։ Ու վնասված տեսողությունով նա գնաց նորից խփեց ժայռին։ Բայց Աստված այդպես չէր կամենում։ Սիրելիս, փորձառությունը, մեր փորձառությունը հնարավոր է վնասել մեր փոխհարաբերությունն ու վստահությունը Աստծո հետ։
մեր վստահությունը Աստծո հետ, ամեն։ Երբ որ մենք ամեն անգամ պետք է գնանք լուրջ զրույց ունենալու, խնդրելու Աստծուց պատասխան, մենք մտածում ենք, դե Աստված այն անգամ այդպես էր ասել, այս անգամ է հաստատ այդպես կասի։ Ինչ գիտես։ Ժամանակները կփոխվին։ Աստված տեսնելով մեր իրավիճակները, իրավիճակների մեջ լուծումներ է տալիս։ Ես այս վերջերը կանգնած էի աղոթքի ծառայության մեջ ու Աստված մի հատ բան ասեց ու հասկացա, այն որ ժամանակ կա մենք մեր երեխաների համար, երբ որ նրանք նոր են ծնվում, մեծանում են, ձեռներս պարզում ենք, օրհնում ենք, փառք ենք տալիս Աստծուն, բայց գալիս է ժամանակ, որ մենք չպետք է կանգնենք ձեռներս պարզենք ու փառք տանք Աստծուն, այլ պետք է ծնգենք նրանց համար։ Ոչ թե ժամանակն ու իրավիճակը ստիպե, որ մենք նրանց համար ծնգենք ու աղոթենք, այլ մենք գիտակցաբար ու այո, կա ժամանակ, որ պետք է փառք տաս Աստծուն, գոհանաս, բայց կա ժամանակ պետք է ծնգես Աստծո առաջ, աղոթ կենես, ծնգես Աստծո առաջ, խնդրես նրանց համար, նրանց տեսիլ կտա ժամանակին, որ նրանք ամեն մեկն է խորանան ու ավելի ամուր կանգնեն Քրիստոսի մեջ, ամեն։ Սիրելի, ժամանակները տարբեր են։ Մարդ կա, որ ասում է, գիտես, ես երբ որ եկա Աստծուն, տրդնջում էի, չունեի ես ինչ Աստված ինձ տվեց։ Սիրելիս, այդ մի անգամ որ տրդնջացել ես, բողոքել ես, Աստված տվել է, չի նշանակում, որ սաղ կյանքդ պետք է բողոքես ու տրդնջաս, որ Աստված տա, չի տայել Աստված։ Երբ որ Իսրայելին հանեց Եգիպտոսից, կանգնան տրդնջացին, Աստված ջան, սոված ենք, մեզ ուզում է սպանես, մանանեն թափվավ։ Էլի բողոքեցին, տրդնջացին, միսը թափվավ, բայց մսի հետևից էլ հարված եկավ։ Պետք չէ սիրելիս շահագործել Աստծո ողորմությունը մեր կյանքերի մեջ։ Պետք է Աստծո սիրտը հասկանանք մենք, Աստված ինչ է ուզում մեզանից ու երբ է պահանջում։ Ու մենք հաջողակ կլինենք։ Քրիստոնյաներս հաջողակ քրիստոնյաներ կեղնենք։ Երեմիա մարգարեություն արեք բացենք։ Ես մոտենում եմ վերջին, խնդրեմ կարող եք նվագել։ Երեմիա առաջի գլուխ եւ 11-րդ համարից կկարտանք։ Երեմիա կներեք սխալան բացեմ։ Երեմիա 1:11 Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Ով Երեմիա, ինչ ես տեսնում։ Եվ ես ասեցի. մի նշանի գավազան եմ տեսնում ես։ Եվ Տերն ասեց ինձ. լավ ես տեսնում։ Լավ տեսար, որովհետև ես պիտի հսկեմ իմ խոսքերի համար, որ կատարեմ այն։ Տեսնում ենք փոխված տեսողություն։ Նորոգված տեսողություն, նորոգված մտածելակերպ, երբ որ Աստված Երեմիային ցույց է տալիս բաներ ու ասում է դու ինչ ես տեսնում։ Կարող էր Երեմիան ուրիշ բան տեսնել, բայց ասում է ես եմ տեսնում ու Աստված ասում է լավ ես տեսնում։ Ես էլ կհսկեմ այն ինչ որ դու տեսել ես կատարվի քո կյանքի մեջ։ Ինչ որ Աստված մեզ ցույց է տվել հենց այդպես է մենք տեսնենք, Աստված այնպես կանի որ մեր տեսածը կատարվի մեր կյանքերի մեջ։ Իսկ մենք երբեմն լինում է, որ մեր ցանկություններից, մեր այնօր ասում է երազանքներից, նպատակներից, ուրիշ բաներից ելնելով ուրիշ բան ենք տեսնում ու մտածում ենք, որ էս էլ պետք է Աստծուց լինի։ Աստված ջան, դե դուր էլի, ուշացավ ու չկատարվավ ու բողոքում, հեռանում, խռովում ենք Աստծուց։ Գիտեք, Աստված ցույց չի տվել այդ։ Այն ինչի մեջ որ Աստված չի կանչել ու այն ինչ որ Աստված չի ցույց տվել, Աստված պարտավոր էլ չէ, որ տա մեզ այդ։ Աստված տալիս է այն ինչ որ ինքն է ցանկացել դու տեսնես։ Այն ինչ որ ցանկացել ու ցույց է տվել մեզ մեր կյանքերի մեջ Աստված այդ էլ տալիս է։ Հավատա, սիրելիս, Աստված տալիս է այդ անպայման։ Անպայման տալիս է։ Նայեք ու կյանքիդ, նայեն խոստացվածին, որ Աստված խոստացել է, նա իշքան բան Աստված տվե։ Ամեն։ Գիտեք, մենք պետք է ճիշտ տեսողություն ունենանք։ Մի անգամ Միքելանջելոին, եթե գիտեք, նա քանդակագործ, նկարիչ է ու գործիքները վերցրել է, հիմա որ հայերեն ասեմ այդ գործիքների անունը կարող է չգիտնաք, բայց այսպես ասեմ, զուբիլ եւ չագուջը, հա, մուրջը վերցրել է ու գնում է ու ասում են, «Էս ուր ես գնում»։ Ասում է, «Գնում եմ
մարմարի արձանի միջի հրեշտակին ազատելու։ Ասում եմ ո՞նց է ազատելու։ Հա ասում եմ ես տեսել եմ որ այդ մարմարե քարի մեջ հրեշտակ կա, գնում եմ ազատեմ։ Ու գնում է այդ մարմարե քարը քանդակելով հրեշտակ է քանդակում ու այդ գլուխ գործոցը հիմա որ եթե մանկակ որոնեք կայքերով կգտնեք այդ քանդակը հրեշտակի։ Այո, ինչ ես տեսնում ու դու ինչի հետևից ես գնում, սա է կարևոր։ Դու Աստծո խոսքն ես տեսնում, Աստծո խոսքի հետևից ես գնում, կհասնես ու կունենաս, ամեն։ Բայց եթե ուրիշ երազանքներ, ուրիշ նպատակներ, ուրիշ լավ ցանկություններ թեկուս, բայց Աստծո չեն, սիրելիս, քեզ կհորդորը մի արա։ Կարող է հիասթափվես, կարող է հուսահատվես, ամեն։ Աստծուց նեղենաս, կողքինից նեղենաս, մեղավոր գտնես ինչ որ մեկին է չստացվելու մեջ, ամեն։ Իսկ Աստված ասում է իմ վրա հույս տնողին ես ամոթով չեմ թողա։ Ամեն։ Եվ արեք մի տեղ եպացենք 2 Կորինթացիս 4 գլուխ եւ 16-րդ համարը։ Նրա համար չենք թուլանում, այլ թե եւ մեր ներսի մարդը փճանում է, բայց մեր դրսի մարդը փճանում է, բայց մեր ներսի մարդը օրեցօր նորոգվում է, որովհետև մեր այժմյան թեթև նեղությունը ամենակերազանց հավիտենական փառքի մեծություն է կործում մեզ համար, որ այս երևող բաներին չենք մտիկ-անում, այլ աներևույթներին, որովհետև երևողները ժամանակավոր են, իսկ չերևողները հավիտենական։ Ամեն։ Գիտեք, սա փոխված տեսողության արձագանք էր։ Սա փոխված տեսողության խոսքեր էր։ Այստեղ Պողոս առաքյալը ասում է, որ ամեն անգամ այս թեթև նեղությունների մեջ անցնելով, հիմա մենք նստած մեր տեղ այս խոսքերը կարդալով ասում ենք Պողոս եղբայր, հլարինա իմս թեթև է, որ ասում ես թեթև նեղություններ։ Այս 5 տարի ավտոս չեմ կարող փոխել, այս թեթև է։ Այս թեթև է, որ 20,000 դրամ լույսից վարձը չեմ կարող տալ։ Այս թեթև է, որ վարկս արդեն 2 տարի չեմ կարող մարել։ Այս թեթև նեղություն է, որ հացը օրինակ եսօր չեմ կարողացա առնեմ, երեկվա հացն եմ կերել։ Գիտեք, ամեն մեկիս համար մեր նեղությունը, դժվարությունը սար է։ Հիմա մենք կմտածենք Պողոս առաքյալը երևի մեր նեղությունները չգիտե, դրա համար ասում է թեթև նեղություն է։ Բա որ մերը գիտենաս կասես թեթև Պողոս ախպեր։ Լսեք, Պողոս եղբայրը այնպիսի նեղությունների միջով է անցել, քարկոծվել, ծաղդվել, զամբյուղով վերևից իջեցել, հնարավոր զամբյուղը պոկվել ու մահանար տեղում, ծովի մեջ կարող էր խեղդվել, երբ որ նավը ալեկոծվեց։ Պողոս առաքյալը այնպեսի բաների միջով է անցել, որ ասում է, այդ ամեն ինչը թեթև էր, սիրելիս, թեթև էր։ Ինչի համար էր թեթև, սիրելիս, ինչի է դες համեմատում Պողոս եղբայր, որ թեթև էր։ Ինչի է դες համեմատում, որ ասում ես թեթև էր։ Այսինքն նժար կար Պողոսի աչքի առաջը, մի կողմը տրված էր նժարին հավիտենական կյանքը, Քրիստոսին հավատարիմ լինելը, մյուս կողմը տրված էր նեղությունները, ուրախությունները, հաջողություններն ու դժվարությունները։ Ամեն։ Եթե մենք մեր աչքերի դեմ պահենք հավիտենականությունը, եթե մենք մեր աչքերի դեմ պահենք Աստծո խոստումները, ամեն ինչ թեթև կդառնա։ Նժարի չափը կփոխվի։ Ո՞րն է մեզ համար այո կարևոր։ Ինչ է մեր աչքերը այսօր տեսնում։ Ունենանք մի բան պագաս, բայց չկորցնենք Քրիստոսին։ Գիտեք, մարդու մեջ միշտ մի բանի կորցնելու վախը հեռացնում է Աստծուց։ Որ եթե հանգարց խորանամ Աստծո մեջ, եկեղեցի ամեն կիրակի գնամ, Աստվածաշունչ կարդամ, Աստվածաշնչյան դպրոց սովորեմ, ծառայող դառնամ, Աստված էս ինչ բաների մեջ բարձրացնեմ, կկորցնեմ ախր մեզ, կկորցնեմ մենք, ոչ մի բան է չես կորցնես, սիրելիս, կկորցնես միայն մեղքը, կկորցնես միայն սխալը,
Եվ այն ինչ որ դու ժամանակին կթողած Քրիստոսի համար, Աստված դա զորավոր ձևով, օրհնված ձևով հետ կվերադարձնի։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Այո, մենք իրականում շատ անգամ շոշափելի հետևից ավելի ենք վազում։ Այն շոշափելին, որը մեր աչքերն է տեսնում, մեր ձեռքերը կարող են շոշափել, բայց հավիտենականությունը Աստվածաշունչն ասում է մեր սրտերի մեջ կա արդեն տրված Աստծո կողմից։ Ամեն։ Մենք պետք է մեր հայացքը ուղղենք Քրիստոսի վրա։ Մենք պետք է մեր հայացքը ուղղենք, որ այո, ամենա մեծ խոստումն է տվել Աստված մեզի, որ նրա հետ հավիտյան թակավորելու ենք։ Սրանից էլ առավել ինչ կա, որ մենք պետք է դրանից շեղենք մեր հայացքը ու ուղենք դրա վրա։ Ամեն։ Սիրելիներ, եկեք կանգնենք մեր ոտքերի վրա։ Գիտեք, իրականում մի բան ասեմ, որ Աստված խոստացել էր Քանանի երկիրը Իսրայել ազգին։ Խոստացել էր, այո, իրականում խոստացել էր Աստված։ Բայց 12 լրտեսներ ուղարկելով Աստված ուզում էր փորձեր, ով ինչպես է տեսնում։ 12 լրտեսները գնացին ու եկան, նրանցից 10-ը տեսնում էր, որ հնարավոր չէ մտնել, որովհետև հսկաներ են, որովհետև բերտեր են, որովհետև փագ է, որովհետև բժշկությունն ասում է հնարավոր չէ, որովհետևների շարք։ Բայց այն երկուսը մի բան ասեցին, այո, մենք կարող ենք մտնել այդ երկիրը, այո, մենք կարող ենք ունենալ Քանանի երկիրը միայն մի բանի պատճառով, ոչ թե որ մենք ենք լավը, ոչ թե որ մենք ենք ուժեղ, ոչ թե որ մենք ենք հնարավորություններով ու քանակով շատ, այլ մի բանի պատճառով, որովհետև Աստված խոստացել էր։ Ասեցին, եթե Աստված մեզ խոստացել է, մենք կարող ենք մտնել այդտեղ։ Կապ չունի ինչ է տեսել մեր աչքերը, մենք չենք համաձայնում այդ տեսածին։ Մենք չենք համաձայնում այդ խոսքերին։ Մենք չենք համաձայնում բժիշկների դիագնոզներին, մենք չենք համաձայնվում իրավիճակի լրջություններին, մենք չենք համաձայնվում սատանայի սդերին, մենք չենք համաձայնվում այն քողը, որ բերել է մեր աչքերի դեմ ու ասում է, «Էստորից հետո դու ճանապարհ չունես», մենք չենք համաձայնվում։ Ամեն մեկս մեր կյանքերի մեջ ունենք Աստծուց խոսք, ու այդ խոսքը ավելի իրական է, քան այսօրվա իմ ու քո տեսածը, ամեն։ Ու 12 լրտեսներից 2-ը մտան այնտեղ։ Երբ որ կանգնած էին Գողիաթի առաջը, ամբողջ Իսրայելի զորքը տեսնում էր հսկայի ու վախենում էր առաջ գնալ։ Գիտեք, հսկաները շատ են, բայց հսկաներին հաղթողը Տիրոջ խոսքն է։ Եկավ Դավիթը կանգնավ ու ասեց, ես մի խոստում գիտեմ։ Անթլպատ փղշտացին չի կարող հալածել Իսրայելին։ Չի կարող Աստծո ժողովրդին նզովել, չի կարող Աստծո ժողովրդին հաղթել։ Այո, հենց այդ խոսքը ու խոստումը հաղթանակ տվեց։ Այո, հենց այդ խոստումը, որն ու իր սրտի մեջ կար, իր աչքերի առաջ կար, ինքը Գողիաթ չէր տեսնում այնտեղ։ Ինքը տեսնում էր հաղթանակ, ինքը տեսնում էր ազատություն փղշտացիներից, ինքը տեսնում էր զորություն, ինքը տեսնում էր Աստծո փառքը, ամեն։ Սիրելիս, այսօր մենք ենք որոշող ինչ կտեսնենք։ Աստված մեր ձեռքն է տվել, մեր որոշումը, ինչ կտեսնենք մենք։ Եթե որոշենք տեսնենք Աստծո խոսքի համաձայն, պետք է Աստվածաշունչն նախ առաջինը կարդանք։ Պետք է Աստծո խոսքին ուշադիր լինենք։ Պետք է Աստծո հետ մտերմություն ունենանք, որ Աստված ինչ ունիս ինձ համար, որ Աստված է խոսա ու ցույց տա։ Եվ մյուսը, մենք պետք է վստահենք ու քայլ անենք։ Վստահենք ու Տերը կփառավորվի։ Սիրելի, սա քրիստոնյայի կյանքի մի մասն է, որ ես ուզում եմ այսօր Տիրոջ զորությունով ներկայացնել, այո, եթե մենք հաղթական կյանք ենք ուզում, եթե մենք ուզում ենք Քրիստոսին հաջեցնենք եւ Տերը նայելով մեզ ոչ թե խռովի ու տրտմի, այլ ուրախանա ու զորանա այդ ամենով, մենք պետք է Տիրոջ կամքի մեջ հավատարիմ եղնենք։ Մենք պետք է Տիրոջ տեսողությունը փնտրենք,
Ահա թե ինչ էր տեսնում մարդը եւ ահա թե ինչ է տեսնում Աստված։ Բայց վերջում կատարվում էր այնպես, ինչպես որ Աստված էր տեսնում, երբ որ մարդը վստահում էր Աստծուն։ Այնպես որ այսօր մեր ձեռքերի մեջ է, մենք կարող ենք աղոթել այսօր, խնդրել Աստծուց, որ Աստված իմ, այո, ների իմ սխալ տեսողության համար ինձ։ Տուր ինձ ճիշտ տեսողություն, թեկուզ եւ այսօր այդ ամենը չկա, բայց չի նշանակում, որ չի էլ լինի։ Թեկուզ եւ Սատանեն ամեն անգամ Դամասկացի Եղիազար էր բերում աչքիս առաջը, բայց ես մեկ է գիտեմ, որ ունենալու եմ իմ սերունդը։ Ամեն։ Զորավոր սերունդը, ոչ թե մենակ սերունդը։ Ամեն։ Հայր Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք փառք ենք տալիս Տեր, քո կենտանի Տեր ներկայությանդ համար։ Թող այս խոսքը Տեր իմ արքա հավատքով թաթախված ամեն մեկի սրտերի մեջ ընկնի Տեր։ Թող այսօրվա այս խոսքը Տեր իմ արքա մեզ նոր տեսողություն տա Տեր, Քրիստոսի տեսողությունը տա Տեր։ Տեր իմ Աստված, որ տեսնենք ինչպես որ դու ես կամենում Տեր իմ արքա, ոչ թե աշխարհը, ոչ թե մեր ցանկությունները Տեր։ Մենք ուզում ենք որ նմանվենք քեզ Տեր իմ արքա։ Մենք ուզում ենք որ իրավիճակների հետ Տեր իմ արքա հաշվի նստենք քո տեսողությունով Տեր իմ արքա։ Եվ բռնենք այն խոստումները, որ դու խոսացել ես մեր կյանքերի մեջ, որ դու խոսում ես մեր կյանքերի մեջ, Տեր, եւ խոսալու ես, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Թող ամեն ձայներ աշխարհի, Սատանայի ձայները մեր կյանքերի մեջ, Տեր իմ արքա, փոքրանան, խլանան ու ցածրանան, Տեր իմ Աստված, բայց քո ձայնը, Տեր իմ արքա, գնալով զորանա մեր կյանքերի մեջ, գնալով ազդեցություն թողնա մեր կյանքերի մեջ։ Որ մեզ Տեր իմ արքա տանես փառքից դեպի փառք Տեր, զորությունից զորություն Տեր իմ Աստված, եւ մեր ուրախությունը կատարյալ անես Տեր, որ երբ որ մեզ կնայես Տեր իմ արքա ուրախություն կլինի քո սրտի մեջ Տեր, որովհետեւ գրված է որ դիները հոր սրտի ուրախությունն է, այո մենք ուզում ենք որ քո սրտի ուրախությունը լինենք Տեր։